Դպրոցում անվտանգ եւ աջակցող միջավայրի ստեղծումը համատեղ աշխատանքի արդյունք է։ Երբ մանկավարժական անձնակազմը, մենթորներն ու ծնողները միավորվում են մեկ նպատակի շուրջ, ապահովվում է աշակերտի ոչ միայն կրթական առաջընթացը, այլև սոցիալ-հուզական բարեկեցությունը։ Փոխադարձ վստահության, պատասխանատվության կիսման եւ միասնական մոտեցման վրա հիմնված այս համագործակցությամբ Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ 2025 թվականի մարտից սկսեց նոր ծրագիր, ուղղված դպրոցներում հոգեկան առողջության ամրապնդմանն ու հոգեսոցիալական աջակցության համակարգի զարգացմանը։ Ծրագրին միացած դպրոցներից մեկն է Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը։ Ծրագիրը ավելի այսպես հետաքրքիր ինչ-որ գույն բերեց եւ համագործակցային մթնոլորտը ավելի զարգացրեց երեխաների մոտ։ Տարբեր վարժանքներ ենք կատարել, որի ընթացքում, այո, երեխաները ավելի հետաքրքիր են լինում, ավելի հետաքրքիր են ներկայանում եւ մենք բացահայտում ենք երեխաների մտքի թռիչքը, նրանք ինչպիսին կարող են լինել, կարող են ամենափակ աշակերտը անգամ այնպիսի խոսքեր կամ այնպիսի մտքեր արտահայտի, որ երբևէ եթե վարժանք չանենք, միգուցե այդ պահին նա չներկայացնի։ Ամենաշատը օգնել է շղթայական պատմության վարժանքը, որի արդյունքում մենք պատմում էինք օրվա դասը իրար հաջորդելով, ինչի արդյունքում ամրապնդում էինք մեր խմբային աշխատանքը եւ իրար ավելի լավ էինք ճանաչում։ Եթե համագործակցությունը ծառ լիներ, ապա կլիներ արմատի հատվածում, քանի որ դա հենց ամեն ինչի հիմքն է։ Եթե համագործակցությունը գույն լիներ, կլիներ նարնջագույն իմ կարծիքով։ Նարնջագույնը մի տեսակ հենց ինքն իրենից բխում է ընկերասիրություն, ջերմություն, ազատ ոգի, միասնականություն եւ դրական էներգիա։ Ծրագրի մենթոր Արևիկ Հովհաննիսյանի խոսքով ուսուցիչների, ծնողների եւ հատկապես աշակերտների արձագանքները վարժանքների վերաբերյալ ոչ միայն դրական են, այլև հստակ ցույց են տալիս դրանց ազդեցությունն ու կատարվող աշխատանքի կարեւորությունը դպրոցական միջավայրում։ Մենք ունենք վարժանքներ, որոնք հուզական վարժանքներ են, այսինքն այդ վարժանքների միջոցով դու կարողանում ես հասկանալ երեխայի հոգեկան վիճակը, կարողանում ես հասկանալ, թե ինչով կկարողանաս դու հետագայում նրան օգնել։ Աշխատարանում այնպիսի նյութեր են ներգրաված, այնպիսի հարցեր են հիմնականում ուղղված ծնողներին, որ կարողանում ես հասկանալ, թե դեռահասության տարիքում երեխան ինչ խնդիրներ ունի եւ ինչպես կկարողանաս իրեն օգնել այդ փուլը ավելի հեշտ հաղթահարելու։ Բոլոր սեմինար քննարկումներին ինքս մասնակցություն եմ ունեցել եւ շատ հաճելի էր նման քննարկումներ ունենալ։ Հեռախոսների հետ կապված սեմինար ենք ունեցել, որ երեխաներին ինչպես անենք, որպեսզի ճիշտ օգտագործեն, դասերին չխանգարի։ Ունեցել ենք քննարկումներ ծնողավարության հետ, երեխաների քնի հետ։ Մենթոր, ուսուցիչ, ծնող, աշակերտ համագործակցության շղթան համարում են, որ կրթական միջավայրի որակն ու կայունության ապահովման հիմնասյուներից մեկն է։ Երեխան այս ծրագրին մասնակցելով ակտիվորեն նա իրեն զգում է, որ նա շրջապատված է աջակցող միջավայրում, որտեղ իր խոսքը կարևոր է, առաջընթացը տեսանելի, խնդիրները նկատելի։